Բարև ձեզ, այսօր մեր Armpeirio-ի հերթական ոդքասթն է եւ այսօր մեր հյուրն է սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը, Կարդիոլաբ կլինիկայի տնօրենը։ Բարև ձեզ Տաթևիկ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ Լիլիթ ջան, ես եմ շատ շնորհակալ ինձ հրավիրելու եւ հետաքրքիր ստուդիայում հյուրընկալելու համար։ Կարծում եմ այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մենք պարբերաբար ոդքասթի շրջանակներում հյուրընկալում ենք տարբեր նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների եւ փորձում ենք կապը գտնել տարբեր ընդհանուր օրգանիզմի օրգան համակարգերի հիվանդությունների եւ բերանի խոռոչի, իսկ ավելի նեղ շրջատամնային հյուսվածքի խնդիրների միջեւ։ Այսօր մենք կփորձենք, այսպես ասած, վերհանել, մի փոքր զրուցել շրջատամնային հյուսվածքի, այսինքն լնդի, ոսկրային հյուսվածքի խնդիրների եւ արդեն սրտաբանական, սիրտանոթային համակարգի խնդիրների միջև եղած կապը։ Սիրով ինչ չէ։ Այսպես փորձեմ սկսել ոդքասթը հարցը տալով, որ շատ հաճախ մարդիկ մտածում են, որ բերանի խոռոչի տարբեր խնդիրները ախտահարում են միայն բերանի խոռոչը, այսինքն շրջատամնային հյուսվածքը, լինդը, ոսկրը, բայց երբեք չեն պատկերացնում, որ դա կարող է ընդհանուր օրգանիզմի կամ այլ օրգան համակարգերի հետ նեղ կապ ունենալ, այսպես ասած։ Մի փոքր կուզեմ դուք մանրամասնեք, խոսեք, թե շրջատամնային հյուսվածքի հետ կապված խնդիրները ինչ անմիջական կապ ունեն սրտաբանական, սիրտանոթային համակարգի խնդիրների հետ։ Այո, սիրով, ինչու՞ չէ։ Լիլիթ ջան, հատկապես որ գործ ունենք երկու առանձին մեծ համաճարակների հետ, որոնք ախտահարում են մեր հանրությունը եւ վերհանգեցնում են պատահությունների։ Տեսեք, նախկինում մենք համարում ենք, որ սիրտանոթային հիվանդություններ ունենալու համար գոյություն են ռիսկի գործոններ։ Դրանք բոլորին, այսպես ասած, հայտնի են կլասիկ ռիսկի գործոնները, որոնց մեջ մտնում են ծխելը, ժառանգականությունը, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը եւ այլն եւ այլն։ Բայց ապացուցողական բժշկության զարգացման հետ համատեղ մենք բախվեցինք այն փաստի հետ, որ բացի այն դասական պատճառահետևանքային կապը, որ կա այդ նշած ռիսկի գործոնների եւ սիրտանոթային հիվանդությունների միջև, գոյություն են նաեւ այսպես կոչված ռիսկի մոդիֆիկացնողներ կամ ռիսկը փոփոխող գործոններ, որոնք ոչ պակաս կարևոր են եւ հարատամնային հյուսվածքի բորբոքումը կամ լնդավորումը իբրև քրոնիկական բորբոքման առաջացման պատճառ մտնում է այդ ռիսկի մոդիֆիկացնող գործոնների ցանկի մեջ։ Սրա մասին շատ քիչ է խոսվում, բայց իմ կարծիքով շատ կարևոր է բարձրաձայնել, որովհետև վերջերս օրինակ բոլորովին վերջին տարիների գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկական բորբոքման արկայությունը օրգանիզմում, որը սպეციფიկորեն կարելի է որոշել high sensitivity CRP C-ռեակտիվ սպիտակուց, բարձր զգայունության C-ռեակտիվ սպիտակուց արյան քննության միջոցով ուղիղ կերպով կորելացվում է սիրտանոթային պատահարներ ունենալու հավանականության հետ բուժողների մոտ։ Եվ թվացյալ առողջ մարդը, ով ունի քրոնիկական հարատամնային հյուսվածքի բորբոքում, ունենում է այդ քրոնիկական բորբոքման պատկերը իր օրգանիզմում, ինչը նախատրամադրում է սիրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Իսկ սիրտանոթային հիվանդությունները, ինչպես գիտենք, համար 1 մարդ է սպանում մեր երկրում։ Եվ ընդհանուր առմամբ ստատիստիկան ցույց է տալիս, որ հենց սիրտանոթային համակարգի խնդիրները ոնց որ համաշխարհային վիճակագրության մեջ հենց ամենաբարձր հորիզոնականներում են գտնվում։ Ճիշտ ասած, կուզենայի մի բան նշել, դուք նախատրամադրվածության հետ կապված ասեցիք, եթե օրինակ նույն գենետիկ նախատրամադրվածությունը չլինի, թեկուզ բարձր ինֆարկտի ռիսկ եւ այլն, պացիենտը ունենա քրոնիկ բորբոքում բերանի խոռոչում, դա ինչ որ ձև կարող է ինդուկցիալ սիրտանոթային համակարգի խնդիրների առաջացում, նույնիսկ եթե չկա գենետիկ նախատրամադրվածություն։ Միանշանակ գենետիկան գործոններից միայն մեկն է, բայց իհարկե գոյություն ունի մեր ֆենոտիպը, այսինքն մեր կենսակերպը, մեր վարած կյանքը եւ մեզ հանդիպած խնդիրները, որոնք նույնպես անպայման նշանակություն ունեն եւ հարատամնային հյուսվածքի բորբոքումը իհարկե դրա մեջ նույնպես մտնում է։ Եվ մոռացա մի կարևոր բան եւս նշել, որ հարատամնային հյուսվածքի բորբոքումը հաճախ կապված է վարակի արկայության հետ եւ քրոնիկական վարակային օջախի արկայությունը կարող է նաեւ նպաստել սրտամկանի ներքին շերտի էնդոկարդի բորբոքման
բորբոքմանը եւ դրանով առաջացնել մի շատ ցավալի եւ շատ վատ արդյունքներ ապահովություն, որը կոչվում է ինֆեկցիոն էնդոկարդիտ, սրտամկանի ներքին թաղանթի բորբոքումը, ինչը հաճախ ավարտվում է մահացությամբ։ Այն խոսելով կապի, բերանի խոռոչի առողջության, սիրտանոթային համակարգի խնդիրների միջև եղած կապի մասին, մենք կարող ենք վստահ նշել, որ բերանի խոռոչի տարբեր ախտահարումների խնդիրների կանխարգելումը մեծապես կնպաստի ամփոփելով այսքան միտքը, ասենք որ կանխարգելումը մեծապես կնպաստի նաև կանխարգելելուն սիրտանոթային համակարգի խնդիրները։ Միանշանակ կարող են կանխարգելումը ընդհանրապես իմ սիրելի թեմաներից է եւ ընդհանուր առմամբ ամբողջ գիտական շփությունը հակված է կանխարգելման, քանի որ 21-րդ դարում մենք գործում ենք քրոնիկական հիվանդությունների, նրանց մեծ մասը չի բուժվում, հետևաբար ինչքան շուտ մենք մտածենք իրենց չառաջանալու մասին եւ փորձենք կանխարգելել, այնքան թե ապրելիությունը, թե կյանքի որակը կարող են բարելավել։ Եվ այո, ես պարտադիր նշում եմ բոլոր պացիենտներին այդ մասին եւ հատկապես այն պացիենտներին, որոնք ունեն ինչ որ նախադրամադրող վիճակ, որ ունենան օրինակ ինֆեկցիոն էնդոկարդիտ կոչված հիվանդությունը, մենք իրենց ինֆեկցիոն էնդոկարդիտի կանխարգելում ենք խորհուրդ տալիս, այսինքն պարտադիր ցուցում ենք խմել հակաբակտերիալ թերապիա միջամտություններից առաջ, երբ պետք է հյուսված կհատվի եւ բացի դա շատերին թվում է, թե ինֆեկցիոն էնդոկարդիտը կարող է առաջանալ միայն ատամնային հեռացման կամ վիրաբուժական պրոցեդուրաներից հետո, բայց իրականությունն այնտեղ է, որ եթե մենք լնդի շուրջը ունեցանք վարակային հյուսված եւ քրոնիկական բորբոքում, նրանք բարբերաբար կարող են սրանալ եւ նույնիսկ առանց որևէ միջամտության կարող է առաջանալ սրտամկանի բորբոքում։ Դա է պատճառը, որ պատշաճ կանխարգելումը եւ բարբերաբար այցերը ստոմատոլոգի մոտ խիստ կարևորվում են հատկապես սրտի կառուցվածքային խնդիրներ ունեցող բուժառուների մոտ, գնացին արատներով պացիենտների մոտ եւ եւս մի շատ նուրբ ու խոցելի խումբ կա, որը դեռևս մեր երկրում քիչ է, բայց դա սրտի փոխպատվաստում անցած բուժառուներն են, որոնց մոտ վարակային էնդոկարդիտի առաջացման հավանականությունը փոքր չի, այսինքն հարկավոր է հետևել պարտադիր բերանի խոռոչի հիգիենային եւ այցելել ստոմատոլոգին կանխարգելիչ այցերի միջոցով, ինչպես նաեւ հետևել են բոլոր հրաշալի խորհուրդներին, որ դուք տալիս ձեր բոլոր բուժառուներին։ Շնորհակալություն։ Իսկ օրինակ դուք նշեցիք դեպքերը շատ քիչ են, բայց ամեն դեպքում սրտի փոխպատվաստման վիրահատության պացիենտներ կան, որոնց դուք վարում եք։ Նույն իրենց այ հետաքրքիր է նույն ստոմատոլոգների մոտ իրենց հերթական այցերը ձեր վերահսկողությամբ է լինում, այսինքն դուք նշանակում եք, որ իրենք կամ հետևում եք այդ ընթացքին, թե ամեն դեպքում թողնում եք պացիենտների ինքնակազմակերպելու Ճիշտն ասած, այս պահի դրությամբ երկու վիրահատու ունեմ ընդամենը, որոնք կարողացել են այդ փուլին հասնել, քանի որ Հայաստանում չի արվում, եւ փորձ չեմ ունեցել նման փորձառություն չունեմ ատամնաբուժական միջամտության, բայց քանի որ ես ունեմ շատ լավ ստոմատոլոգ ընկերներ, ովքեր շատ սերտ համագործակցում են եւ ընդհանրապես ցանկացած իրավիճակում խիստ կարևորում եմ թիմային համագործակցությունները, ես կարծում եմ, որ իմ ֆիզիկական ներկայությունը կարևոր չէ, կարծում եմ, որ մենք պատշաճ թիմային որոշում կայացնելու դեպքում ստոմատոլոգները նույնպես կկարողանան հրաշալի կերպով իրենք կազմակերպեն այդ ամեն ինչը։ Շնորհակալություն։ Կուզենամ նաև խոսենք մի կարևոր հարցի շուրջ։ Մենք մեր ստոմատոլոգիական պրակտիկայում շատ ենք առնչվում սրտաբանական տարբեր խնդիրներ ունեցող պացիենտների հետ, պացիենտներ, ովքեր ընդունում են հակակոագուլյանտներ, զարկերակային ճնշումը նվազեցնելու համար դեղորայք, եւ կուզենայի դուք շեշտադրեիք, թե դա ինչքան ով է ասում շրջատամնային հյուսվածքի խնդիրների առաջացման վրա ու նաև ինչ հատուկ կետեր կամ ցուցումներ պետք է հաշվի առնենք նման պացիենտների հետ աշխատելուց, ստոմատոլոգիական միջամտություններ իրականացնելուց։ Շնորհակալություն, էլի շատ կարևոր հարց է։ Տեսեք, սկսեմ երևի արյան բարձր ճնշման դեմ դեղորայք ստացող պացիենտի մասին կարծիքս հայտնելուց շատ կարևոր է, որ արյան ճնշումը կառավարվող լինի, որովհետև եթե բուժառուն դիմել է ստոմատոլոգիական միջամտության ենթադրենք 180 եւ ավելի բարձր արյան ճնշմամբ, այստեղ մենք շատ բարձր հավանականություն ունենք արյունահոսության եւ միջամտության բարդությունների։
Այդ պատճառով, որ բուժարները ովքեր ստանում են հակագերճնշումային պրեպարատներ, արտադիր պետք է ընդունեն իրենց դեղորայքը ստոմատոլոգի այցելության ժամանակ։ Եվ իհարկե այստեղ նաև շատ կարևոր դեր ունի սթրեսը, որը ուզեն թե չուզեն, չափչափով մարդիկ բժշկի գնալուց ենթարկվում են։ Այսպես կոչված սպիտակ խալաթի հիպերտենզիան, որը մենք նույնպես տեսնում ենք, բուժարուն տանը չափում է ճնշումը նորմալ է, գալիս է բժշկի բարձրանում է ավտոմատ, որտեղ իր համար մի փոքր անսովոր է եւ որոշակի սթրեսի հետ է կապված։ Այնպես որ դեղորայքը ընդունելը կարծում եմ, որ պարտադիր է եւ շատ ցուցված է։ Ինչ վերաբերում է հակամակարդիչ պրեպարատներին, ապա այստեղ հատկապես զգուշություն է հարկավոր, հատկապես ընդհատելու համար, որովհետեւ որոշ բուժարունների մոտ այդ հակամակարդիչ դեղորայքի ընդհատումը կարող է հանգեցնել այնպիսի ցավալի բարդությունների, ինչպիսիք են ինսուլտը, ինֆարկտը կամ նույնիսկ մահացությունը։ Օրինակ ստենտավորված բուժարունները ստենտավորումից հետո առաջին տարում ստանում են արյան մակարդելիություն նվազեցնող պրեպարատներ, որոնց ընդհատումից իրենք կարող են ստենտի թրոմբոզի երևույթ ունենալ, որը կարող է մահացու լինել, կամ շողացող արիթմիա պացիենտներ ստանում են հակամակարդիչ պրեպարատներ, որպեսզի նախասրտում թրոմբ չառաջանա եւ այստեղ էլ ընդհատումը խոր չի տրվում, կամ էլ երրորդ իրավիճակը դա մեխանիկական փականներ ունեցող բուժարուններն են, որոնց մոտ վարֆարին կոչված պրեպարատներ ստանում եւ իրենց մոտ նույնպես ընդհատումը կարող է հանգեցնել փականի թրոմբոզի եւ կրկնակի բաց սրտի վիրահատության անհրաժեշտության։ Այնպես որ ընդհատումը ընդհանուր առմամբ Ներողություն եմ խնդրում, Տաթևիկ ջան, ընդհատումը ինչ ժամկետի մասին է խոսքը, որովհետև երբեմն մենք նամանավանդ մեր նեղ մասնագիտացման մեջ պերիոդոնտոլոգիայի մենք կոպիտ ասած այրունոտ աշխատանքների հետ գործ ունենք, որը կարող է բավականին արյունահոսության վտանգի մեջ պարունակել։ Օրինակ, որն է այն ժամկետը, որ մենք կարող ենք կրճատել, ավելի ճիշտ էսպես ասեմ, օրինակ ես ինքս միշտ նախապես պացիենտի սրտաբանի հետ խորհրդակցում եմ, որպեսզի հասկանամ իր ցուցումները ընդհատել։ Մենք կապած այդ անվտանգ ժամկետը իրականում ճիշտ եք անում, որովհետև մեկ թիվ անվտանգ ժամկետի ասել հնարավոր չէ յուրաքանչյուր պացիենտի դեպքում դա ինդիվիդուալ է, բայց ընդհանուր մոտեցումը պետք է լինի չընդհատել, կամ եթե մեխանիկական փականով պացիենտը ստանում է վարֆարին, այնարի ստուգումներ իրականացնել, միջազգային նորմալիզացիոն հարաբերության արյան քննություն եւ որևէ թույլատրելի շենքից ներքև չիջեցնել, օրինակ միտրալ փականով պացիենտների մոտ դա երկուսից ներքև չի կարելի չթույլատրել իջեցնել իրենց ՄՆՀ-ն ոչ մի իրավիճակում, այս մեկը։ Մյուսը, ինչ վերաբերում է այս նոր հակակոագուլյանտներին, որոնք հաճախ ստանում շողացող արիթմիայով պացիենտները, այստեղ նույնպես հարցը մի փոքր կախված է պացիենտի տվյալ կարգավիճակից, այսինքն եթե բուժարուն մի մարդ է, ով ունի պարոքսիզմալ շողացող արիթմիա, այսինքն իր խնդիրը լինում է, հետո անցնում է, վերջին նոպան ունեցել է ենթադրենք 1 տարի առաջ, այդ դեպքում իր ընդունած վերանացի հակամակարդիչը կարելի է 1 կամ մաքսիմում 2 օրով ընդհատել, բայց եթե մարդը շարունակական շողացող արիթմիայի մեջ է, ապա ես խորհուրդ կտամ չընդհատել, շեշտադրումը դնել անոթասեղմիչների էֆեկտիվ կիրառության վրա, բայց մարդուն չի ենթարկել ինսուլտի կամ ինֆարկտի ռիսկի։ Շնորհակալություն, իրականում սա շատ կարևոր հարց է, որովհետև մեր պրակտիկայում շատ ենք առնչվում, պարտադիր պետք է նախապես սրտաբանի հետ, ձեր պացիենտի սրտաբանի հետ քննարկել դեղորայքի ընդհատման մասին կամ ընդհատման ժամկետները պարտադիր սրտաբանի ցուցմամբ իրականացնել։ Հաջորդ հարցը էլի շատ կարևոր հարց է, մեր մասնագիտության մեջ էլի շատ առնչվող սիրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող պացիենտների մոտ ինֆեկցիոն էնդոկարդիտ եւ հակաբիոտիկային թերապիա։ Կուզենամ դուք մի փոքր սա մանրամասնեք ու նաեւ օգնեք հասկանանք, թե հատկապես ինվազիվ միջամտությունների դեպքում ոնց պետք է մենեջմենտը, այսպես ասած, լինի նմանատիպ խնդրող պացիենտների եւ սիրտանոթային համակարգի որ խնդիրների դեպքում է, որ նախապես ցանկալի է անտիբիոտիկոթերապիան իրականացնել, նոր անցնել ստոմատոլոգիական միջամտությունների, հատկապես ինվազիվ միջամտությունների։ Շնորհակալություն, շատ լավ հարցեր ջան։ Ես երևի նախ փորձեմ սահմանել, թե ինչ է ինֆեկցիոն էնդոկարդիտը կամ վարակային էնդոկարդիտը, դրանից հետո
միջամտության մասին խոսենք, տեսեք, սա սրտի ներքին թաղանթի բորբոքումն է, որը կարող է ընթանալ սուր, ենթասուր կամ քրոնիկական ձևով եւ կլինիկորեն դրսևորվում են շատ բարձր ջերմությամբ, դողով, այրոցի զգացողությամբ եւ արյան մեջ հարակի պատտվելու բոլոր դրսևորումներով, այսինքն կարող են տուժել սիրտը, երիկանները, մաշկային դրսևորումներ կարող են ունենալ եւ ի վերջո սեպսիսի կամ արյան պատճառով կարող է հանգեցնել բավականին բարձր մահացության, եթե ժամանակին չախտորոշվի եւ չբուժվի։ Պատճառը ինֆեկցիոն էնդոկարդիտի մի երևույթ չի։ Այստեղ կոմբինացիա է, այսինքն երբ մենք ունենք սրտում բարդ կառուցվածքային խնդիր, օրինակ բնածին արատ կամ բականային կոմպլեքս խնդիր, հա, մեխանիկական փական, օտար մարմին որևէ սրտում դրված։ Այդ դեպքում դրան գումարվում է նաև որևիցե մի տեղից, օրգանիզմից արյան միջոցով ճամփորդած եկած վարակը։ Ինքը շատ ավելի հեշտ է նստում այսպիսի տեղերում, որտեղ մենք ունենք բարձր զգայունություն վարակ վերցնելու, հա, սրտի մեջ։ Եվ մեծ մասամբ դեպքերի մեծ մասում դա իհարկե անդամնաբուժական եւ լնդային միջամտությունների ժամանակ անցած վարակն է, որ գնում է նստում է սրտում, թեև, ինչպես նախկինում արդեն ասացի, պարտադիր չէ, որ բուժահում պատմության միջամտություն անցած լինի։ Քրոնիկական լնդաբորբը ինքն իրենով ռիսկի գործոն է ինֆեկցիոն էնդոկարդիտի առաջացման։ Եվ երբ նստում է սրտում, արդեն սրտում առաջանում են թարախային պրոցեսներ, պարզ լեզվով ասած, առաջանում են թարախային գնդիկներ, որոնք կարող են վնասել ներսրտային հյուսվածքները, կարող են պոկվել, գնալ սրտի սնուցող անոթների մեջ, գլխուղեղ, խցանել բոլոր անոթները եւ հանգեցնել այլև այլ ծանր բարդությունների։ Դրա համար գոյություն են բուժառուների որոշակի խմբեր, որոնց մենք պարտադիր խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր ատամնաբուժական միջամտությունից առաջ ընդունել անտիբիոտիկ որոշակի դեղաչափով։ Դեպքերի մեծ մասում ալերգիայի բացակայության դեպքում դա ամոքսիցիլին է, բայց կարող է նաև փոխարինվել ազիթրոմիցինով եւ այլ։ Անտիբիոտիկը ընդունում ենք միջամտությունից կես ժամ առաջ եւ որոշ շատ ծանր դեպքերում միգուցե 6 ժամ հետո է միանվագ դեղաչափով, այսինքն կարիք չկա օրերով խմել, հա, եթե դուք չունեք ինֆեկցիոն էնդոկարդիտ կամ այլ վարակ կամ բժիշկը չի ցույցել։ Միանվագ ընդունվում է, որպեսզի նույնիսկ եթե միջամտության ժամանակ վարակը անցնի գնա սիրտ հասնի, չկարողանա այնտեղ գործունեություն ծավալել։ Հիմա շատ կարևոր է նշել, թե որոնք են այդ խմբերը, որովհետև ես նկատում եմ նաև, որ սրտաբանների կողմից բակտերիալ էնդոկարդիտի կանխարգելումը հաճախ արվում է ոչ այնքան անհրաժեշտ խմբերի, հա, բոլորով նախկինում մենք կարծում ենք, որ ցանկացած բականային անբավարարություն, փոքրիկ հարցեր արդեն ցույցում են բակտերիալ էնդոկարդիտի կանխարգելում իրականացնելու, սակայն բոլորովին վերջերս ինֆեկցիոն էնդոկարդիտի վերջին ուղեցույցում սրտաբանական Եվրոպայի սրտաբանների ասոցիացիան վերանայել է ցուցումները եւ դրանց մեջ մտնում են առաջինը բնածին արատով պացիենտները, հատկապես կապույտ բնածին արատով պացիենտներ, այսինքն որտեղ որ գոյություն ունենք սատուրացիայի ցածր թվերի հետ։ Այդտեղ մտնում են մեխանիկական փականներով կամ պրոթեզավորված փականներով պացիենտները, այդտեղ մտնում են, ինչպես արդեն նշեցի, սրտի փոխպատվաստում անցած եւ ցածր իմունիտետ ունեցող պացիենտները եւ նաեւ մտնում են իմպլանտացված էլեկտրոնային սարքեր, թարմ իմպլանտացված էլեկտրոնային սարքեր ունեցող պացիենտներ, ընդհանրապես սրտի ներսում որևէ device գործիք տեղադրված պացիենտները արժե որ իրականացնեն պատշաճ ինֆեկցիոն էնդոկարդիտի կանխարգելում եւ որպեսզի չբարձրանան իրենց խնդիրները։ Շնորհակալություն պատասխանի համար, կարծում եմ սա շատ ինֆորմատիվ էր եւ գոլեգաների համար եւ ինչ ոչ նաեւ բուժառուների համար, որ նախապես իրենք էլ տեղեկացված լինեն իրենց այցերից առաջ եւ բնականաբար ստոմատոլոգների համար, որ այդպիսի խնդիրներ ունեցող պաթոլոգիաներ ունեցող պացիենտների մոտ բուժումը փորձեն մաքսիմալ
ճիշտ եւ թիմային մոտեցմամբ, այսպես ասած, կազմակերպել։ Այսինքն ամփոփելով կարող ենք նշել, որ շատ կարեւոր է սիրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող պացիենտների մոտ պարտադիր կապը պահել տվյալ պացիենտին բուժող սրտաբանի հետ եւ նույնիսկ երբեմն փոքր թվացող հարցերը անպայման վերհանել, քննարկել, որովհետեւ մենք պացիենտի կյանքի եւ առողջության հետ գործ ունենք եւ ամեն մեկս մեր նեղ մասնագիտացում ունենք եւ պարտադիր պետք է քննարկման արդյունքում գալ վերջնական բուժման պլանին։ Միանշանակ ընդհանրապես շատ կարևոր են այդ դիսկուսիաները եւ Ժամանակ ծախսել դրա վրա անպայման անհրաժեշտ է, որովհետև ճշմարտությունը միշտ չի այնքան բանալ, որքան ինձ թվում է։ Այս երրակողմ աշխատանք է, որ պետք է տանի սրտաբանը, պետք է տանի բուժող բժիշկը, ստոմատոլոգը եւ իհարկե բուժարուն նույնպես, որովհետև որքան մեր համայնքը բուժարունների հզոր լինի, գիտակից լինի, տեղակ լինի իր խնդիրներից, այնքան մեր աշխատանքը ավելի հեշտ կլինի եւ այնքան վտանգավոր վարակությունները ավելի քիչ կլինի։ Վերջերս մի պացիենտ էր եղել, որ պետք է արդեն Գերմանիայում հերթագրված սրտի բաց վիրահատության համար, ինքը գնացել հասել էր արդեն Գերմանիա, բայց այնտեղ բերանի խոռոչում կարիեսով ախտահարված մի ատամ էր եղել եւ իրեն հետ էին ճանապարհել, այդ միջամտությունը չէր իրականացվել։ Դրա համար պարտադիր չի Գերմանիա հասնել, Հայաստանում սրտի վիրահատությունից առաջ պարտադիր զգուշացվում է, որ պետք է կատարել բերանի խոռոչի ամբողջական շտկում, բուժում եւ բերել ստոմատոլոգից թերթիկ, որ այլևս անելիք չկա, նոր դրանից հետո գնալ բաց վիրահատության եւ հատկապես մեխանիկական բականների տեղադրման վիրահատությունը, որը շատ բավականին բաց է հավանականություն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ճիշտ ասած, կուզենայի մեր ոդքասթը ամփոփել ձեզ 5 բլից հարցեր տալով։ Շնորհակալություն, ես եմ շատ շնորհակալ, սիրով կլսեմ միայն։ Սկսենք մեր բլից հարցերը։ Կարող է լնդային արյունահոսությունը սիրտանոթային համակարգի հիվանդության նախանշան լինել։ Այո։ Կարող է ֆլոսինգը համարվել սիրտանոթային համակարգի խնդիրների կանխարգելման միջոց։ Միանշանակ։ Պացիենտները շատ են շոկի ենթարկվում, երբ դուք բերանի խոռոչի խնդիրները կապում եք սիրտանոթային համակարգի խնդիրների հետ։ Այո, գրեթե միշտ։ Ինչ նշան են ստոմատոլոգները բաց թողնում, որը նկատում են կարդիոլոգները։ Հավանաբար էլի խոսքը վերաբերում է ակամակարդիչ պրեպարատների դադարեցմանը, որը շատ ցանկալի չի։ Եվ վերջին հարցը, որ վատ սովորություն է առաջին հերթին վնասում եւ լնդին եւ սրտին։ Ծխելը միանշանակ։ Ես գիտեի, Շատ շնորհակալություն Տաթևիկ Հրավերի եւ հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Շնորհակալություն շատ հաճելի։